Փառք Լենինին, փառք Ստալինին, փառք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել էր Սյունիքի մարզ եւ ամեն բան ներկայացվում էր նորովի, իբրև թե երբևիցե ղեկավարները չէին գնացել, սովորական մարդկանց հետ չէին զրուցել, իսկ ծրագրերը էլի նորովի էին ներկայացվում, կարծես աննախադեպ ծախսեր են իրականացվել։ Իրականում բոլոր ծախսերը միջազգային դրամաշնորհների շնորհիվ էր, իսկ ծրագրերը նախկինների դաշնակցական նախարարի ծրագրերն էին։ Ողջույն սիրելի բարեկամներ, հիմա կբացատրեմ ամեն բան մանրամասնորեն, թեպետ պետք է նշեմ, որ այսօր պատրաստել եմ ոչ միայն Սյունիքի մարզի հետ կապված այցի նորությունները ձեզ ներկայացնելով, այլ նաև, որ Երևանում այսօր երկու անգամ ցույցեր են կայացել, մեկը Դավիթ Հաշենում, մյուսը արցախցիները կենտրոնում, պահանջելով գերիների հետ կապված հարցերը, միջազգային այցյանները եւ տեղի իշխանությունը, որ քննարկեն։ Հիշեցնեմ, որ մեծ հանրահավաքից հետո իշխանությունները ակտիվացրել են բոլոր իրենց պոակները, տեղեկատվական բոլոր գործիքները, այսպես ասած, սրել են արցախահայության կողմ եւ մարդկանց մեջ այնպիսի վատ եւ այնպիսի անորակ հատկանիշներ են փորձում մեծացնել արցախցիների հանդեպ, ինչպիսին ատելությունն է եղբոր քրոջ նկատմամբ, ինչպիսին ատելությունն է մարդու իր արցախցի լինելու հիմքով եւ այս ամենի մասով, ինչպես նաեւ բազմիցս իրենց կողմից շահարկվող թալանի մասին, որ անընդհատ խոսում են եւ այդպես է չենք տեսնում, թե որտեղ է դրա հետքը, հենց այս բոլոր հարցերի հետևից գնում ենք դատախազություն, այնտեղ խոսնակները ավելի մանրամասն կներկայացնեն, ինչպես նաև համապատասխան հանցագործությունների մասին կներկայացնենք հաղորդումներ, հենց պետական պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների հիման վրա, ովքեր առերևույթ ատելություն են քարոզում եւ անհանդուրժողական մթնոլորտ են ստեղծում արցախցիների նկատմամբ։ Քանի որ տեղական նորությունները չեմ ուզում շատ խորացնել, ասեմ, որ մյուս հարցն էլ Դավթաշենի բարձրահարկ շենքերի նորակառույցների հետ էր կապված, մի քանի րոպեով, կոնկրետ 40 րոպեով կանգնացվել էր Եղվարդի խճուղու երթևեկությունը, այնտեղ 17 հարգանի 6 շենք կա, մոտ 600 բնակիչներով, որոնք ուզում էին իրենց իրական վկայականները ստանային կադաստրային, որը չէին ստանում եւ կար բարեկարգման տարածքի հետ խնդիր, ասում էին, որ կառավարությանն են դիմել, այստեղ, այնտեղ ոչ մի ձև այդ հարցը չի լուծվում եւ շենքը ի վերջո վերջնական պետք է հանձնվեր շահագործման 2022 թվականին, սակայն մինչ օրս այն վերջնական չի հանձնվել։ Վարորդները ազդանշանով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այդ եմ ասում, օրենք գոնե մարդ է, մենք ժամանակավոր շատ խաղաղ ենք անում, էլի ակցիան։ Վարորդներից մեկ ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, փորձում է անցնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս։ Հետաքրքիր է, որ այդ շենքերից մեկում Պողոսի հարևան Բաբկեն Թունյանն է պարզվում է գնել բնակարան եւ լրագրողների հետ զրուցում նա ասում է իբրև թե այս հարցի շուրջ չի ցանկացել
քննարկումներ անել կամ հարցը առաջ տանել, որովհետև նա համեստ է։ Ես էլ եմ այդտեղ, որովհետև ինձ համեստն եմ պահում, չեմ ուզում այս խնդրի մասին խոսել։ Մեկ էլ խնդիր կար, մենք էլ էինք բողոքում, դա անհամեստություն։ Գործողությունները անում առանց հրապարակայնացնելու այդ ամեն ինչը։ Այն ինչ որ կարելի է Տեղյակ եմ պահել բոլոր պետական կառույցներին, կապի եմ դուրս բերել բնակիչների հետ, որ փոխվարչապետի հետ հանդիպում լինի, մարդիկ խնդիրները ներկայացնեն, հասկանան ինչա կատարում ու կառավարությունում Տիգրան Խաչատրյանի հանձնաժողովը ինչ որ բան արել է։ Ես չկամ այդ հանձնաժողովի մեջ, որ իմանամ ինչ են արել, բայց անում են, հա։ Ես սնակության կառավարիչի հետ եմ խոսած։ Դե չգիտեմ այդ հանձնաժողովի ձևաչափը ոնց է, կոնկրետ ինչ են անում բնակիչների կարիքը ինչքանով կա, ինչքանով չէ, բայց եթե հիմա բնակիչները ցանկություն ունեն իրանք էլ ներգրավել, կարծում եմ ոչ մի բան պետք է դրան չխանգարի։ Չէ, ես մի քիչ ուրիշ ձևով այս հարցի կփորձեմ օգնել։ 2 տարի է ինչ է կարել, որ այդ ուրիշ ձևով հարցը լուծվի։ Նարինե ջան, ես էլ այս բնակիչների նման, այս նույն խնդրից տուժած մարդ եմ։ Այնպես չի, որ ասենք կարող է կողքից տպավորություն լինի, որ բանը իմ խնդիրը լուծվում է, տես չի, կամ բոլորի խնդիրը լուծվելու է, կամ ոչ մեկինը չի լուծվել։ Շատ լավ դիտակցի։ Թունյանն էլ խոստացա, որ որոշակի քայլեր կձեռնարկի։ Նախ 2 տարի ասաց, որ ապրում է այստեղ ու այս 2 տարում ինքը ձեր պայքարին միացրած է։ Մենք որոշակի շփումներ ունեցել ենք պարոն Թունյանի հետ, այո, եղել են շփումներ, փորձ է արվել որոշակի խնդիրների լուծում ստանալ, բայց ցավոք առ այսօր մենք չենք ստացել այդ լուծումները։ Ուրեմն մեքենաները, որ կանգնում էին եւ բողոքում էին, ինչու եք կանգնացրել, ինչու եք ցույց անում, կար մի բժշկուհի, բորբոքվել էր, ասեց, որ ճանապարհ տվեք, պետք է անպայման հիվանդանոց հասնեմ, մի հատ լավ sense դիպուկ դիտարկում էր արել, որ մեկն էլ կար այս ձևով, ցույցերի ձևով 7 տարի հենա տեսնում ենք ինչ է անում։ Ասած կանգնեցինք, հետո ըհը լուծվում է, չէ՞ այդ հարցը ձեր։ Ոնց են այս եղանակով լսելի դարձնել իրենց ձայնը։ Այս եղանակով ինչ որ մեկը լսելի դարձրեց իր ձայնը։ Մինչև հիմա լսում ենք։ Խնդրում եմ էլի, աղաչում եմ ձեզ ուղակի մարդկանց անունից բացեք ճանապարհ տվեք, գոնե այն մարդկանց, որոնք ձեր նման բարապ չեն։ Բայց իրենք մարդիկ իրենց վկայականներն են պահանջում։ Ես էլ ուզում եմ հիվանդին հասնեմ։ Մարդիկ էլ իրենց գումար են տվել, չէ՞։ Մարդիկ ես ձեռք չեն բերում։ Բա մենք մեղավոր ենք։ Մենք մեղավոր չենք, մենք բնական ենք, գնե վկայական։ Լավ չի եղել ձեր հետ։ Հիմա ինչ կուզես դու մեզ։ Լավ չի եղել։ Մեր տունը մեր ծերեն կարնին։ Գումարներն են պահանջում։ Հիմա ես այստեղ որ կանգնեմ ու հետո այնտեղ խնդիրներ լինի։ Հույսը մնան։ Բան չկա, տաքսի նստեն փողոցից գնա։ Հետաքրքիր է, այ հայ ժողովուրդը միշտ սենց է եղել։ Մեկը մեկի մեջքին կանգնած չի եղել։ Դու կամ ծերեն դարդի, դու ինչ կսես ընձի։ Շատ վատ բան։ If you're recording this live, just in case you're sharing something, the construction company that's building these 6 buildings has been corrupt for the last 3 years. These buildings were supposed to be done in 2022. In the meantime, they've managed to launder money. They managed to pay everybody within this country so they don't speak about anything, while 600 families are suffering from all of this. The reason why we're blocking all of this today is to showcase what is happening in this country. Everybody needs to understand that these people on the street are actually suffering. No electricity. Մի հատ ենքով գնամ։ Տիկին, Թողնում գնամ հիվանդանոց։ Տիկին, ո՞ց գնացեք հիվանդանոց։ Բացեք գնամ ես։ We had no electricity. We had no water. We had no gas. They turned off gas and electricity for people with small children. Everybody's suffering because of it. All of this today, these people are suffering because of Kayer Construction and every single company connected with them who's laundering money, who's doing criminal activity, and the government needs to step in and do something regarding all of this. Իդեպ շատ քաղաքական վերլուծաբաններ ասում են, որ փողոցային պայքարը ոչինչ չի տալու Նիկոլ Փաշինյանին կամ իշխանափոխության ընդհանրապես առումով եւ գուցե նրանք ճիշտ են։ Անցնենք Սյունիքի այցի հետ կապված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում, նաև YouTube-յան եւ իր պաշտոնական էջում մի քանի տեսանյութեր կարճ գրություններով ներկայացրել է, որ եղել է տարբեր բնակավայրերում եւ այդ բնակավայրերում որտեղ էլ որ եղել է, բնակիչները դուրս են գալի, հիմնական հարցը դա ջրագծի հարցն է։ Այնպես է ներկայացվում, որ աննախադեպը չունեցող հարցին լուծումներ են տրվում, հետո 16 միլիոն դրամով բնակարաններ են սարքում մի քանի գյուղերում, բայց խորացված ով չի գիտակցում, թե Սյունիքի քառորդ մասը թուրքը եկել է նստել է եւ ում ստորագրությամբ, այո, հենց սկզբից իհարկե Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածություն է ունենում ադրբեջանցիների հետ, հետո արդեն գրավոր, հիշում եք նոյեմբերի 9-ի հետ կապված, նույնիսկ նշելով Կապանի տարածքները որտեղ են տրվելու, ճակատենի հատվածով, ամեն հատվածներով, որտեղ հիմա եկել են ադրբեջանցիներ են նստել եւ Որոտանով, իդեպ Որոտանում էլ է այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լինում։ Դե ասեք տենամ հլը թե ջուր չունեք, ով ա ձեր ջուրը կտրել, մենք ենք կտրել ձեր ջուրը, հա? Չի կարասել, հաճար իշնա բադեր։ Սարքել են, վերանորոգել են, ընդեի ծաղագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում է դեից։ Բայց ինչով է, խողովակով թե առանց, նախ համակարգ կա, գյուղում ջրի, ներքինը կա, դե բատնալ Հիմա բերում ենք, եսպան ենք հաշվում, ինչ է մի 15 որ ջուրը։ Ուրախ հիմար 3 բան ա պետք, խաղաղություն ա պետք, ճամփա ա պետք, հենց խաղաղություն եղավ, ճամփեն եղավ, ճամփեն սարքվի, արդեն դուք էլ մի քիչ ակտիվ ելնեք, որ տուրիստ կա գնա, էս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Բնակիչները դուրս են գալիս, ձեռք են մեկնում, ողջունում են այն մարդուն, որը Սյունիքի 25%-ը տվել է ուղղակի իր ստորագրությամբ ադրբեջանցիներին։ Ոչ մի քարտեզ իրականում չկա, որովհետև Սովետական Միության վարչատարածքային ուրեմն բաժանումների տարբեր քարտեզներ կան, իսկ իրականում Հայաստան ու Ադրբեջանը երբեք սահման չէին կարող ունենալ, որովհետև մի պարզ պատճառով Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել։ Ինչևից է, Որոտանում օրինակ հետաքրքիր էր եւ ուշագրավ էր, որ ներկա էր Գորիսի համայնքի ղեկավար Արուշ Շարուշանյանը եւ նա ասաց, որ 90%-ով այդ ջրագծի հարցը լուծված է, կարծեմ միայն ռոռոկման ջրի մասին էր խոսվում։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոկման համակարգը սարքում է, բան ասում, այդ խողովակները 90% կանչած է։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է որ միացում տան, բասեններն էլ ասած։ Միշտ էլ գյուղական համայնքներում ջրի խնդիրը եղել է եւ խմելու ջրի եւ ռոռոկման խնդիրը միշտ տարբեր եղանակային պայմաններում լեռնային ուրեմն աշխարհագրական դիրքի պատճառով, որովհետեւ ձմռանը կարող է ավազանը, որը ջրահավաք ավազան է եւ սարերից ջուր է բերում դեպի գյուղեր, լցվի տարբեր տերևներով եւ մաքրման ուրեմն կարիք է լինում։ Որոտանից հետո Շվանի ձորի հետ կապված կուզեի նշեի, որ այնտեղ էլի ջրագծի մասին են ասում, բա մի րոպե, ես ինչ չռչռոց ա լսում, հենա ջուր ունեք, բա ինչու ծորակին կռանտիկ չեք դրել, որ չեք խնայում, օրինակ, եթե Երևանում ամեն մարդ ատամ լվալուց փակի ծորակը, թե դուք պատկերացրեք ինչքան մենք կխնայենք ջուրը։ Չեք մի բան դնում, փակում, սա ես չգիտեմ ինչա, բայց չի կարելի։ Ես այնօր կառավարության նիստում ասում եմ հետևյալը, ասում եմ, որ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանի ձորի նման 62 բնակավայր ջրից զրկվում է։ Սա հիմի ես չգիտեմ քարիզա ինչա, ասում եմ սա վերաբերմունք է ժողովրդյան։ Հայաստանում հազարավոր սենց պուլպուլակ կա։
ասում են ժողովուրդ ջան, ուր գնում ես, ասում են ջրի խնդրեմ կա։ Սա ջրի նկատմամբ քարիզա ինչ ուզում արնի, բայց գալիս եմ կանգնում, ասում եմ ջուր չկա, չր։ Երեն քարիզի ելքից դուրս է գալիս։ Okay, եղբայր, բայց դուք ջուրը որ լնում է, սենց եք օգտագործում, դրա համար է ջուր չկա։ Սա այստեղ մտածում ես։ Հա, երևի դրա համար դու ատամներդ չես լվանում Նիկոլ Փաշինյան։ Իհարկե, մաթեմատիկական ինչ-որ հաշվարկներից հեռու այս անձնավորությունը նաև ինչ-որ թվեր է հնչեցնում, հետո Նռնաձորում գնում է, ասեն, որ Նռնաձորը այն վերջին գյուղն է, որը Մեղրիում երկաթգծի հետ կապված, նաև պատերազմի ժամանակ ես եղել եմ, շատ բաներ այնտեղ բնապահպանական ծրագրեր են իրագործվել եւ ընդհանրապես Սյունիքում այդ հատվածներում բնապահպանական ծրագրեր են իրականացվել եւ իբրև թե հիմա են իրականացվում, բայց հիմա այդպես չէ։ Դրա համար ես օրինակ հիմա խոսում եմ, կուզենայի, որ նռնաձորցիները տեսնեն եւ իմ հարցին պատասխանեին, էլի, ձեր կյանքում ինչ է փոխվել, ինչ որ ճանապարհ են այնտեղ սարքել, լայնացրել, կամ նույն Փաշինյանը, որ ձեզ ասում է, բա վատ կլինի, թե Իրանի հետ առևտուր անենք, մինչ այդ նա ասում էր, որ խաչմերուկ լինի, խաղաղություն լինի, անընդհատ այդ թեզերը ասելով, կարծես մենք հայերս ենք ուզում պատերազմ եւ մենք ենք սկսում մոռացնել տալով, թե ով է մեր թշնամին։ Այսինքն 16 միլիոնով ինչ որ տներ Նռնաձորում սարքելով եւ երկաթգծի մասին խոսելով, նա նշում է նաեւ, որ 100 տարի առաջ է մտածում։ Այստեղ իհարկե հասկանալի է, որ երկաթգիծը այդքան հեշտ չի սարքվի, թեպետ նա Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է 200-ից 300 միլիոն դոլարի մասին, մենք այսքան պատրաստ ենք ծախսել, որ երկաթգիծը վերականգնվի։ Ես որ բարձրնի, ես երաշխավորում եմ չի կարա դեպքում։ Ահա, всё։ Բացառված է, մոռացեք։ Դա եթե դու ժողովրդի մեջ ասում ես, ուրեմն քո խոսքի տերն է։ Միանշանակ։ Դե բա մեր խնդիրն է նա, որ ընդհակառակը, բայց ես նոր ինչ էի ասում, չլսեցիք, ասում էի ընդհակառակը բերենք նասոսներով են վերևներ կուճուր տեղը ջուր ամբարենք, որ այս լանջերը սախ կանաչի, դու ասում ես երկրորդը։ Ուղղակի խոսում ենք, նենց խոսում ենք։ Ասֆալտ լինելու է այս ճանապարհը։ Միանշանակ եւ առաջի փուլը անցտրնելու է երկրորդ։ Իսկ հիմա որ ենք ասել, որ ես անկեղծ ասած, ես 1000 ներողություն, բայց ես չգիտեի, որ ես ճամփ եմ ասֆալտ։ Ինձ ասում են դե ճամփա ենք սարքել երկաթուղու վրով, բայց ես գաղափար չունեի, որ ասֆալտ արած։ Բայց սովետի վաղ ո՞նց է եղել։ Բայց հասկանալի չի, եթե Հայաստանի կառավարությունը անդադ Իրանի հետ է խոսում եւ Իրանը ասում է ես թույլ չեմ տա սահմանների վերաձևավորում, այդ թվում նա առաջարկում է, որ Զանգեզուրի միջանցք Ալիևի պահանջով չլինի եւ իր կողմով է ճանապարհ տալիս, քանի որ այնտեղ ոչ միայն կոմունիկացիաների, այսինքն երկաթգծի եւ ճանապարհների մասին է խոսվում, այլ գազատարի կամ նավթատարի մասին է խոսքը, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան անընդհատ արագացնում են։ Փուչիկ խոստումներ, փուչիկ այցելություն, այդպես է չհասկացանք դա աշխատանքային այց է, թե նախընտրական, քանի որ պետական գումարներով երկրի ղեկավարը գնում է, մեծ ծախսեր է անում, իհարկե մենք չենք տեսնում, դուք չեք տեսնում, որ այդ սոցիալական ցանցերի տեսանյութերում ինչ մեծ զորք է ապահովում Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի անվտանգությունը, բայց տեղացիները հաստատ տեսնում են, թե ինչ շքախումբ է, նախապես իհարկե շներով, դիպուկահարներով, ամեն ինչով ստուգելով, հիմա կասեք, այդ որ մի երկրի ղեկավարին այդպես չեն հսկում, չէ, այդպես չէ, մենք ոչ Ռուսաստանն ենք, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ Պուտինն է, ոչ էլ Ամերիկայի նախագահ Տրամպն է, որ այդպիսի
վերահսկողություն լինի իր կյանքի համար դողան եւ այդ ամենը հիշեցնեմ մեծ գումարներ է պահանջում եւ քաղաքացիական հագուստով ամեն մի խաչմերուկում մի քանի հոգով կանգնելով եւ իհարկե արտահագուստով հատուկ արտահագուստով գանք հասնենք նրանք որ Նիկոլ Փաշինյանը գալիս է կապան եւ կապանում էկոպարեկների շնորհանդես է անում գնում է նաև այդ շենքն է տեսնում ներկայացնում է դա որպես չգիտեմ ինչ արտառոց դեպք նախադեպը չունեցող իհարկե նա նաև գնում է նստում է մեքենաներից մեկը Իսուզու տեսակի ուրեմն ամենագնացներ ասեմ որ պիկապ տեսակի այսինքն այդ հետևի հատվածը ըստ իս ավելի շատ բեռնատար հատված է եւ մտնելով այն տարածքները Սյունիքի որոնք անտառային են ինչպես ասացի նաեւ բնապահպանական հիմնական տարածքներ են դրանք կարող են ուղղակի ծառայել որ փայտ հանեն ով է տիրություն անելու կամ վերահսկելու հենց այդ բարեկներին հա իդեպ Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցնում է այդ բարեկներին ովքեր են որտեղ եք աշխատել եւ Որտեղ եք աշխատել։ Որպես։ Շատ ճիշտ որոշ։ Որտեղ եք աշխատել։ Դուք որտեղ եք աշխատել։ Ոստիկանությունից տեղափոխվել եք։ Ուշագրավ է որ մեկը ասում է ոստիկանությունում կադաստրում իհարկե շատերին ճանաչում եմ դրանցից մեկը ամենաշատ հավեսով ծափահարողներից կապանի ընդհանուր անտարտնտեսության անտարպետության ղեկավարն է եղել նախկին դաշնակցական որը 18 թվականից հետո կուսակցությունից հեռացվել է եւ շատ հետաքրքիր է որ հենց իր կառավարելու օրոք արգելոցային տարածքները կամ արգելոցին մոտ տարածքներում միջև ներքին հանդ, ծավ, շիկահող անտառահատումներ են եղել իբրև թե պատերազմի հետ կապված իրականում որտեղ անտառները հենց իրենք հատել են նու կարող են իրենք պատճառաբանել որովհետև մենք չենք կարող հաստատել իբր ուրեմն պաշտպանության նախարարությունն է արել այնտեղ որտեղ իրենք հատել են կուսական անտառը տարիներով պահած նախկինների պահած արգելոցները դրանք բոլորը հիմա վերահսկվում են թշնամու կողմից նու նորություն չեմ ասի որ ներքին հանդ են եկել եւ այնտեղ ժամանակին մենք ամեն մի ծառի համար ուղակի կռիվ էին տալիս Ես շատ ցավով եմ ասում, այս եթերն եմ շատ ցավով պատրաստում, կա շատ բաներ ասելիք, բայց ասեմ, որ այդ էկոպարեկային ծառայությունը, որ ներկայացվում է աննախադեպ, ուղղակի թյուրիմացություն է, քանի որ ինքս էլ այդ ծրագիրը առաջ եմ տարել եւ 2017 թվականին ապրիլի 21-ին, եթե չեմ սխալվում, կամ դրանից ապրիլին մի խումբ լրագրողներով այն ժամանակվա բնապահպանության նախարար դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ այցելել էինք էլի սահմանային Խաչիկ գյուղ եւ ես հարցեր էի տալիս թե վերահսկողությունը ինչու չկա որովհետեւ նախկին կառավարության այսինքն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կային տեսչություններ որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ կամ չաշխատեցին կամ ուղակի վերացան, վերաբաշխվում էր, ինչ որ տարբեր ծրագրեր էին ուրիշ արվում։ Այդ հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պատրաստվում են էկոլոգիական այդ մասշտաբը վերահսկման վստահել էկո ոստիկանության։ Կամ մենք տալիս ենք, ստեղծում ենք էկո ոստիկանություն, որը գիտեք, արդեն մտնում է ոստիկանական ռեժիմով աշխատանքի մեջ, կամ երկրորդ տարբերակը հատուկ ծառայության կարգավիճակ, հատուկ քաղաքացիական ծառայության կարգավիճակ, ինչը թույլ կտա արդեն տեսչությանը աշխատանքային ժամերից դուրս նաև ներգրավելի այս գործողության մեջ։ Այսինքն այսօր այն ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը որպես
քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն իրենց նախաձեռնության ծրագիր իրականում Դաշնակցական Արծվիկ Մինասյանի կողմից 2017 թվականին, եթե կուզեք կամ այսպես ասեմ, Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված, այդ կառավարության կողմից ներկայացված ծրագիրն է, որը այն ժամանակ սկսվել էր։ Եվ այն ժամանակ մի քանի միջազգային բնապահպանական միջազգային CNF, WWF, այսինքն բնության համաշխարհային հիմնադրամ եւ KfW, այսինքն Գերմանիայի զարգացման բանկի գումարների հաշվին եւ ընդհանրապես Գերմանիան շատ մեծ բազմամիլիոնանոց ծրագրեր է Սյունիքում արել, հենց բնապահպանական այդ ծրագրերի հաշվին նույնիսկ շենք են ձեռք բերել, այդ շենքը այցելել է Նիկոլ Փաշինյանը եւ ասում եմ, ինչքան էլ ինքը լրագրողական այդպես հարցեր է տալի, բայես ովքեր են, բայես ում փողերով է, ու Սիմիդյան Հակոբին, այսինքն այսօրվա շրջակա միջավայրի նախարարին նաեւ հարց է տալիս, թե իսկ սա դրամաշնորհային գումարներով է, նկատի ունենալով այդ էկոպարեկների մեքենաները եւ սարքավորումները, այնտեղ պլանշետ են ցույց տալի, զենքերի մասին է ասում, Հակոբ Սիմիդյանը չի պատասխանում, կողքից ինչ-որ մեկը ինչ-որ թիվ է նշում, այսինքն կառավարության մասնաբաժինը որն է, Այս պարոն Սիմիդյան, ֆինանսավորումը մենք քանի տոկոս է միջազգային գործընկերներ։ Լավ, վարչապետ, մենք հիմա ընկալում ենք երկու դրամաշնորհային ծրագրից շուրջ 15 միլիոն օժանդակություն։ Իսկ մենք ինչքան բյուջեն կոնկրետ Սյունիքի դեպքում 660 միլիոն Իսկ մեր ժամանակացույցը ոնց ենք գնալու Դե կախված դրամաշնորհային միջոցներից կազմենք, բայց մենք պլանավորում ենք, որ մինչև 26 թվականի ավարտը բոլոր մարզերում Այս տարի որտեղ եք Այս տարի ուրեմն Գեղարքունիք Կոտայքն ենք պլանավորում, Տավիշն է մեր երկրորդ գլխավոր մարզը, բայց նաև դրամաշնորհային միջոցների ֆինանսավորման պրոցեսից կապված Սիմիդյանը չի պատասխանում, կողքից ինչ-որ մեկը ինչ-որ թիվ է նշում, այսինքն կառավարության մասնաբաժինը որն է, իսկ իրականում ես որպես այդ ծրագրերը լուսաբանող հստակ ասում եմ, որ կոնկրետ օրինակ Կապանի էկոպարեկների շենքը, որտեղ նաև անտառտնտեսությունն է, Զանգեզուր կենսոլորտային համալիրի ուրեմն ամբողջ ադմինիստրացիան է նստում Բայց մի էկոպարեկային այստեղ կտեղակայվի, հետո կտեղափոխ։ Այստեղ կմնա Հայան տաղը և Իմիստեղ համ էկոպարեկնա համ Հայան տաղը և կենսոլորտային հանդիներ կենսոլորտային օաղ Զենք է այստեղ, ասենց Ես Մակարով չի? Չէ, Բայկալա ինքը նման է Հիմա 24 ժամ կարան աշխատել, սա 4 ժամ կարան արձանագրություն կազմել։ Այդ շենքը գնել են հենց միջազգային ծրագրերով եւ շատ ուրիշ բաներ նաեւ։ Իդեպ միջև հիմա միջազգային կազմակերպություններից նաեւ օպերատիվ ծախսերի համար են գումարներ հատկացվում, թե կոնկրետ պետությունից ինչքան գումար է հատկացվել եւ եթե հստակ դուք փաստաթղթային ուզենակ իմանալ, թե կառավարության մասնաբաժինը բյուջեից ինչքան է հատկացվել, դա չկա ցուցադրված, թեկուզ բոլոր միջազգային ծրագրերը, որոնք իրականացվում են հատկապես բնապահպանական ծրագրերով, մոտավորապես 20%-ով պետությունը պետք է մասնակցություն ունենա։ Այսինքն այստեղ էլ այս փուչիկը պետական ուրեմն գումարներով Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանի հետ գնում են սահմանային գյուղեր,
մեղրի են հասնում, այնտեղ ինչ որ մի ուրեմն պատշգամբում սուրճ են խմում, իբրև թե պատահական նրանց կողքից նկարում են, այդ ամենը նորից ցուցադրում են, լավ մեծ դիտումներ լինի, այսինքն բլոգերությամբ, լրագրողությամբ, ինչ կուզեք ասեք, զբաղվում են եւ տարբեր նաեւ օպերատորներ են վարձում, որ աջ կողմից, ձախ կողմից, լավ կողմից, վատ կողմից նկարեն իրենց եւ այդ ամեն ինչը ցուցադրեն, որ ամեն սովորական հասարակ մարդ, ես դե գիտեի թե հասարակ մարդ, բայց վերջին շրջանով Նիկոլ Փաշինյանը հենց կառավարության նիստին ասաց, որ բոլորը տգետ են, այդ թվում ինքը ասաց ինքն էլ է տգետ, 7 տարի առաջի դասարանում է նստել, այսինքն մեր քաղաքի ամենատգետը դեթում Համբոնը։ Ալվա խաչոնա, խաչոն, ոչ Համբոնա, ոչ խաչոնա, ամենատգետը թաղական բաբոնա, բաբոն, ոչ։ Աստված գիտե տալանչի բաբոնա, ոչ։ Ամենատգետ մարդը հովյունա, սարերում ծնված, ենտեղ մեծացած, տգետի մեկնա։ Լավ եք, մեկ բաղը համարեք եկեք, ինչ պատմություն է։ Մեր բաղը քանդալ է 4 բաղը, ճանապարհի համար։ Հիմի խնդիր է այգիներն։ Մենակ այգիները չի։ Խնդիրը առաջինը գյուղին շատ խնդիրներ ունի։ Գյուղին չունի ջան։ Բոլոր գյուղացիների հետ կամ մարդկանց հետ, այն գյուղացիների, որոնց ինքը անվանեց տգետներ, անգրագետներ, մանկապարտեզ չկա, բան չեն սովորել, նրանց հետ ինքը ձեռքով բարևում է եւ հետո այդ խեղճ ու կրակ, այսպես ասած, անգրագետ գյուղացիները նրան գովաբանելով կամ ներկայացնելով ասում են երբևիցե ոչ մի կառավարության ժամանակ ղեկավարները չեն եկել մեր հետ, չեն հանդիպել, այսպիսի ուշադրություն չեն դարձրել։ Շղարշ է ձևավորվում իբրև հոգատար ղեկավար, հոգատար վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, հասարակ մարդ է իր կնոջ հետ, բայց պատկերացրեք, որ ինչքան էլ այդ ամենը ցուցադրվում է, իրական կյանքում մեծ մասը մարդկանց նրանց չեն ընդունում։ Բացի այդ, եթե նույնիսկ կուզենան էլ ընդունել, այնքան մեծ է իրենց շքախումբը, անվտանգության աշխատակիցներ, որ սովորական եւ պատահական մարդիկ չեն կարող իրենց կողքը կանգնել։ Այդպես է նաեւ եղել, երբ Մեղրիում երկու եկեղեցիներ են այցելել Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը եւ իհարկե ոչ մեկում, ոչ մյուսում նրանց ոչ մի հոգեվորական չի հանդիպել։ Ասեմ, որ իհարկե հոգեվորական այնտեղ մեկը կա ու հնարավոր է այդ վաղ ժամին չէր լինի այնտեղ, ծաղկազարդ էր այդ օրը իդեպ, հաստատ պետք է լիներ ինչ որ եկեղեցական արարողություն, հատկապես գիտեք, որ Սուրբ Պատարագը 10-ից 11-ն է, նայած որտեղ իհարկե կայանում, այնպես որ ես կարող եմ արտահայտել իմ միտքը, որ ինչու են նրանք ընդհանրապես եկեղեցի գնում, երբ եւ ուղակի եւ անուղակի անընդհատ քարկոծում են մեր առաքելական եկեղեցին եւ կազմակերպում պարբերաբար մեր կաթողիկոսի վեհափառի կամ որևիցե հոգևորականի, այդ թվում տարբեր գիտեք շարժումների սրբազան շարժման կամ նույն Շիրակի թեմի, ով հոգևորականներից մի քիչ ակտիվություն է անում, նրանք նախահարցակ են կազմակերպում, նաև տարբեր աղանդավորականների կողմից, օրինակ վերջին շրջանում Մատենադարանում անցած անգամ ասեցի Աննա Հակոբյանը քննարկումներ էր կազմակերպել, կրթվել է նորաձևը եւ այդ իր իբրև թե դիտավորյալ սայթակումը Վանո Սիրադեղյանի ուրեմն հոդվածից մեջբերում էր դրել, իբրև թե դա Հրանտ Մաթևոսյանինն է, բայց Հրանտ Մաթևոսյանի ժառանգը նշել էր, որ դա ընդհանրապես կապ չունի մեր մեծ գրողի
հետ դա Վանո Սիրադեղյանի, այն էլ Վանո Սիրադեղյանը իր անունով չի տպագրել եւ ընդհանրապես այդ տողերը ուրիշ ձև է գրվել հենց հայկական ժամանակում եւ այդ հոդվածը երևի նույնիսկ Աննա Հակոբյանը չէր կարդացել, որ հետո բորբոքվել էր, բա թե գիտեք 4 տարի է համացանցում այս տողերը կա, մեկը չեք ասում, որ դա ուրեմն այդ հեղինակին է, չի, այլ Վանո Սիրադեղյանինն է, բայց ուր էլ որ գնում են, փաստացի տողեր են փնտրում, որ արդարացնեն իրենց պարտվողականությունը։ Այսքանն էի պատրաստել ձեզ համար այսօր, սիրելի բարեկամներ, չգիտեմ նույնիսկ ինչպես կընթանա այս ամեն ինչը, բայց ինչպես հասկանում եմ, ընդհանուր առմամբ նաև ակտիվացել են այսպես կոչված ֆեյքերի պոակները, թույլ չեն տալիս, որպիսի նորմալ լրագրողները իրենց նյութերը տարածեն եւ հարձակումներն են շատացել տարբեր մեկնաբանություններով, թե իբրև թե կարծես գիտեք տպավորությունը 2018 թվականը ոնց էին հեղափոխությանը պատրաստվում, հիմա 2026 թվականի համար նրանք օգտագործում են այն լրատվամիջոցները, այդ թվում շատ կասկածելի է, որ Տրամպը ասում է ազատությունը փակում ենք, բայց ազատություն ռադիոկայանն է ակտիվանում, հետո շատ տարօրինակ է, որ նույն լրատվամիջոցները, որոնք ակտիվ էին հեղափոխության ժամանակ, մեկ էլ իմանում են, որ ժամը 8-ին ինչ-որ միտեղ ցույց է ու այնտեղ լինելու է օրինակ, ինչպես ասեցի, Բաբկեն Թունյանը եւ գնում են լուսաբանելու։ Ես կարծում եմ, որ ոչինչ հենց այնպես չի արվում եւ կրթությունը նորաձև է, դա միայն թուրքական ծրագրով է եղել, որը նույնպես այդպիսի բողոքների կամ այդպես շղարշ ներկայացնելու համար է ստեղծված եղել, ինչպես անարյուն իշխանափոխության դեպքում ջին շարպներ նկարագրել, ինչպես կարելի է գունավոր հեղափոխություններ անել այս իրավիճակում, ուղղակի ասեմ ձեզ, որ մենք իհարկե ընդդիմության կոնսոլիդացիա չենք տեսնում, միայն տեսնում ենք, ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ ընդդիմություն ստեղծում, օրինակ ասեմ Արամ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի եղբոր ուրեմն ճյուղերով, այսպես կամ նախկին Լուսավոր Հայաստանի կողմնակիցներով, այսինքն ինչպես ավանդությամբ եղել է, այդ մարդիկ նորից ձևափոխվում են իբրև թե պատրաստվում են ընդդիմություն խաղալ 2026 թվականի ընտրություններին։ Այսքանը, ստեսություն, կհանդիպենք։